դրսևորել զորակոչի արդարացիկ և ազնիվ անցկացման ուղղությամբ։ Ողջ գործընթացում, սկսած նախազորակոչային տարիքներում, բժշկական հետազոտություններ, հանրապետական հանձնաժողովի գործունեություն և նաև հավաքակայանում ընդունում վիճակահանությամբ բաշխում ըստ իրենց մասնագիտական և այլ կարողությունների։ Մենք զինված ուժերում ըստ զորամասերի բաշխման ընթացքում մենք ուշադրություն չենք դարձնում, թե դրանք որ ընտանիքներից են, նրանց բաշխումը իրականացվում է ըստ իրենց կարողությունների։ Առաջինը կրթական ցենզի, հաշվի առնելով նաև ուսումնական զորամասերում ծառայությունը, երկրորդը ըստ ֆիզիկական և առողջական հատկանիշների և նաև որոշակի ովքեր որ սոցիալական խնդիրներ ունեն։ Ցավոք սրտի վերջին տարիներին չգիտեմ ինչպես է ստացվում, որ նաև այդ հանգամանքը կա։ Գիտեք, հասկանալի է, որ սահմանում կանգնած զինծառայողների նաև հերոսությունների սխրանքի շնորհիվ է, որ մենք կարողանում ենք հասնել հաջողությունների և պաշտպանել մեր սահմանները։ Փառք ու պատիվ բոլոր այն տղաներին, որոնց նաև կյանքի շնորհիվ մենք կարողանում ենք խաղաղության ապահովել։ Վերջի տարիների ընթացքում մենք ունեցել ենք հերոսներ և հրամանատարներ բոլոր աստիճաններում և նաև զինծառայողներ, նրանց ենթակա սերժանտներ, զինվորներ, նաև բոլոր տարածաշրջաններից։ Այդ հողարկավորությունները կազմակերպելու ընթացքում բանակի հրամանատարությունը և նաև զորամասերի հրամանատարները բավականին լուրջ միջոցառումներ են իրականացնում ուշադրության կենտրոնում պահելու և համապատասխան աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ։ Չկա որևիցե մի ընտանիք, որ ոչ միայն բանակի ղեկավարության, այլ նաև վերջին տարիներին դրա համար էլ մենք շնորհակալ պետք է լինենք մեր ժողովրդին, վերջին տարիներին մեր հասարակության, հատկապես տեղական ինքնակառավարման մարմինների, նաև կառավարություն, ազգային ժողով, տարբեր խավերի ուշադրության կենտրոնում է։ Եվ մենք նաև հորդորում ենք, որ բանակի կողմից իրականացված խնդիրները, թե ուշադրության, թե սոցիալական աջակցության առումով, պետք է մեր հասարակությունը անդադ շարունակության մեջ տեսնի և համապատասխան աջակցություն ցուցաբերի։ Այդ հարցը գտնում եմ, որ նաև բանակի ղեկավարության ուշադրության կենտրոնում է, մենք ասում ենք փորձենք ավելի ուշադիր լինել դրա նկատմամբ։ Սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի մասին,